Ողջույն, դուք դիտում եք Silnet Business-ը, տաղավարում հյուրընկալել եմ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Տիկին Գևորգյան, սկսենք նախորդ տարվա, անցած տարվա թվերի ամփոփումից, եւ այդ թվերը եւ խոստումները բավական հետաքրքիր այսպես տարբերություն են եւ շեղում են ցույց տալիս 2024 թվականի անկումից հետո, որը 6-7% էր, դուք 2025 թվականի համար հայտարարեցիք վերականգնման եւ աճի ամբիցիոզ այսպես ցուցանիշ մոտավորապես 20% աճ էիք ակնկալում եւ խոստանում, սակայն աճը դրանից 10 անգամ փոքր եղավ 2%։ Այնուամենայնիվ ամռան ամիսներին ունենք բավական տպավորիչ դինամիկա, բայց ընդհանուր թիվը 10 անգամ ավելի քիչ էր, քան խոստացել էիք։ Ինչպես կբացատրեք այս տարբերությունը, արդյոք սա ձախողում է թե ոչ 25-ի համար եւ ով է պատասխանատվություն կրել դրա համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Աճը 20% մենք խոսել ենք ոչ թե ընդհանուր զբոսաշրջության թվի վրա, այլ այն թիրախային շուկաների վրա, որոնց հետ կապված մենք աշխատանքներ ենք տանում։ Դուք այս տաղավարում ասացիք ընդհանուր թվի աճի մասին։ Ընդհանուր թվի աճ 20%, այսինքն ավելի քան 500,000, միգուցե ինչ-որ բան չեմ հասկացել այդ հարցի մեջ, բայց եթե մենք համեմատում ենք 2023 թվականի արդյունքների հետ, ինչի մասին ես բազմիցս նշել եմ, որը կապված էր ավելի շատ աշխարհաքաղաքական իրադարձությունների հետ եւ ոչ թե զբոսաշրջային բումեր Հայաստանում, նախորդ տարին կարող ենք ասել, որ դա հենց այն օրգանիկ աճներ, որը մենք տեսանք առանց որևէ աշխարհաքաղաքական ազդեցության։ Բոլոր այդ թվում ռուսական շուկայից այցելությունների իրավիճակային ներհոսք չէր, այլ գիտակցված այցելություն դեպի Հայաստան։ Այո, Ռուսաստանը անգամ ռուսական շուկայի նկատմամբ ունեցել ենք 2% աճ, դարձել է 41% 39-ից, բայց այն մյուս շուկաների, որոնք թիրախավորում ենք եւ որոնց հետ աշխատում ենք, նույնպես գրանցել ենք աճ, իհարկե ուղիղ չվերթների ավելացումը եւ առկայությունը ազդում է այդ թվերի վրա եւ այո, եթե վերցնենք առանձին ամիսներ, օրինակ 7 ամիսներ նախորդ տարվա ընթացքում մենք գրանցել ենք պատմական զբոսաշրջային ռեկորդներ։ Այդ 7 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել այնքան մարդ, որքան չի այցելել երբևէ այդ ամիսների ընթացքում անգամ։ Այս տարին 12 ամիս ունի, էլի, եկեք չառանձնացնենք 7 ամիսները։ Դե, բայց դա շատ հաճելի ցուցանիշ է։ Հատկապես երբ որ մենք խոսում ենք զբոսաշրջային սեզոնի ընդլայնման եւ երկարացման մասին Հայաստանի համատեքստում։ Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսները, որոնք համարվում են ցածր սեզոնայնության ամիսներ, նույնպես եղել են ռեկորդային։ Ինչպես նաև ռեկորդային եղավ հունվար։ Հունվարի մասին դեռ կխոսենք։ Ոչ սեզոնային ամիսը։ Իսկ կան դուք ասացիք թիրախային շուկաներն եք, այսպես թիրախային շուկաներից եք ակնկալում նաև որ 20% աճ լինի, կան թիրախային շուկաներ, որ այդ ընթացքում եղել է իսկապես գրանցվել այդ ցուցանիշին հասել է 20% աճ է գրանցվել։ Օրեր առաջ վերադարձա Բուխարեստից եւ նախ ուզում եմ ասեմ, որ Հայաստանը առաջի անգամ հանդես եկավ Բուխարեստի տուրիստական միջազգային ցուցահանդեսին, հետաքրքրությունը մեր տաղավարի նկատմամբ շատ մեծ էր։ Տաղավար այցելեց էկոնոմիկայի թվայնացման եւ զարգացման նախարարը Ռումինիայի, իսկ նախարարությունում ես հանդիպում ունեցա նախարարի տեղակալի հետ, որը ոլորտն է համակարգում եւ նաեւ իմ գոլեգայի հետ, ինչպես նաեւ ներկա էր իրենց ազգային ժողովի պատգամավոր, ընդունեցություն շատ ջերմ էր, իսկ տաղավարում ուղղակի ինձ համար անակնկալ էր, թե որքան այցելի ունեցանք, մեզ հետ եկած բիզնեսներն էլ էին շատ գոհ, փոխ համագործակցության կնքված պայմանագրերի քանակից եւ վերադառնալով Հայաստան խնդրեցի ուղղակի ինձ տալ մի փոքր վիճակագրություն 24-ից 26-ի նկատմամբ հունվար ամիսները աճը 6 անգամ է գրանցվել, այսինքն ունեցել ենք 24-ին մոտ 100 այցելու, 25-ին, այո, կրկնապատկվել է այդ թիվը, իսկ այս տարվա հունվարին 100-ը դառել է 800, այսինքն այստեղ լուրջ աճ ենք նկատում, իսկ 25 թվականի եւ 24 թվականի համեմատականով թիվը կրկնապատկվել է 2500 այցելուի
նկատմամբ 2025-ը գրանցել է կրկնակի 5000 այցելու։ Սա իհարկե շատ հաջող ցուցանիշներ են մեզ համար։ Հաջողությամբ աճում են Իտալիայի թվերը, իտալացի զբոսաշրջիկներն են սկսել շատ ակտիվ գալ, Չինաստանից զբոսաշրջիկների աճը 37% է գրանցվել։ Բացարձակ թիվ կնշեք, Չինաստանից 45000 զբոսաշրջիկ է 2025-ին։ Այո, դա այն պարագայում, երբ ուղիղ թռիչքը միայն Ուրումչի ինդուստրիալ քաղաքից է գալիս։ Մենք նկատում ենք, որ Վրաստանից երկու երկրներով ռեգիոնալ տուրերն են ավելանում եւ այսպես ցամաքային սահմանով են չինացիները շատ այցելում Հայաստան։ Արաբական երկրներից, որտեղ գիտեք վիզաների ազատականացում են կարել եւ նաեւ այդ երկրների ռեզիդենտներն են շատ գալիս, նկատում ենք այդ երկրներից եկող Ֆիլիպիններ, այլազգիներ եւ նաեւ ինչու՞ չէ հենց արաբները օրեր առաջ Մայլեր ձմեռային ռեզորտում է եւ բազմաթիվ օտարերկրացիներ էին հանգստանում այնտեղ, այդ թվում եւ արաբներ։ Այսինքն այդ թիրախները, որոնք որ մենք սահմանել ենք, իրականում աճում են եւ դրա վրա ուղիղ ազդեցություն ունի իհարկե ուղիղ չվերթի առկայությունը։ Ուրախությամբ եմ ուզում ասել, որ այն ինչի համար մենք ամեն զբոսաշրջիկին սուբսիդավորում ենք 30 եվրո, աշխատում է։ Չինաստանի պարագայում կարող ենք ասել, որ ես ճիշտ եմ հասկանում, այսինքն կարող եմ սխալվել, որ Չինաստանի պարագայում եւ հատկապես ասիական երկրների պարագայում զբոսաշրջությունը ավելի կազմակերպված է, այսինքն խմբերով են գալիս, վարձում են կազմակերպություններ, գիդեր անպայման, այն եվրոպական զբոսաշրջությունը չի, որ անհատներ գան, իրենց համար ման գան, պետք եղած դեպքում վերցնեն կամ չվերցնեն եւ այլ եւ այլ։ Եվ եթե այդպես է, ապա արժի արդյոք մտածել կամ մտածում եք արդյոք նրա մասին, որ օրինակ չինական ուղղությունը էլ ավելի զարգացնել, այլ քաղաքներ եւս, որոնք ոչ միայն ինդուստրիալ քաղաքներ են, այլև զբոսաշրջային մեծ արտահոսք են, նկատի ունեմ այլ երկրներ ներհոսք են ապահովում, օրինակ չգիտեմ, Պեկինը կլինի, Շանհայը կլինի, այն հատկապես զարգացած քաղաքներ ուղիղ չվերթներ ունենալու հնարավորությունը։ Շատ ճիշտ վերլուծություն եք արել, այո, չինացի զբոսաշրջիկները հիմնականում գալիս են տարածաշրջանային տուրերի, որովհետև առնվազն 8 ժամ են ծախսում թռիչքի վրա հասնելու տարածաշրջան, եւ այո, հասնելով տարածաշրջան նրանք խմբակային տուրեր են անում Հայաստան, Վրաստան կամ Վրաստան, Ադրբեջան, մնում են ավելի շատ, ծախսում են ավելի շատ։ Նոր չվերթի մասին բանակցություններ գնում են, մենք ուղղակի հիմա չեմ կարող բարձրաձայնել, հայկական ընկերություն կա, որի հետ մենք փոխ համաձայնության այսպես հուշագիր ենք ընկել, ողջունել ենք նրանց գործունեությունը եւ հիմա բանակցում են հենց ձեր նշած քաղաքներից, Պեկինից կամ Շանհայից չինական խոշորագույն երկու ավիաընկերությունների հետ դեպի Հայաստան հունիսից նոր չվերթներ սկսելու ուղղությամբ, այո, շատ մեծ թափով այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են գնում եւ նաեւ ավելացնելու ենք եվրոպական ուղղությունները։ Քիչ առաջ ձեզ մոտ գալուց առաջ ինձ մոտ էր Լիտվայի դեսպանը եւ մենք արդեն համաձայնություն ձեռք բերեցինք, որ մինչ մայիսի 3-ը, երբ կսկսի Երևան-Լիտվա ուղիղ չվերթը, Air Baltic-ը, այո, Air Baltic-ը, Երևան-Ռիգա ուղիղ չվերթը շաբաթական 3 անգամ մենք կաջակցենք ավիաընկերությանը մարքեթինգային արշավով, նյութերի տարածմամբ եւ այլն եւ այլն։ Այսինքն նաեւ նոր ուղղությունը եվրոպական նոր ուղղություններն են այս տարի ակնկալվում ավելացնել։ Եվրոպական նոր ուղղությունների մասին խոսելիս ժամանակին նշել էիք, որ ոչ միայն Երևանից լինեն այդ չվերթները, այլ նաև Գյումրիից։ Գյումրիից մենք հիմա ունենք մի ուղղություն դեպի Եվրոպա, դա Կիպրոսն է, վիզերն է իրականացնում, կամ պլաններ դեպի Իտալիա կամ այլ երկրներ Գյումրիից իրականացնելու չվերթներ եւ չվերթները մենք գիտենք, որ ոչ միայն տանում են, այլ նաև բերում են զբոսաշրջիկներ, հա, եւ Գյումրին այդ առումով պատրաստ է զբոսաշրջային ավել ներհոսքի հատկապես Եվրոպայից։ Հյուրանոցային տնտեսությունը Գյումրիի, չգիտեմ, ճանապարհները, ենթակառուցվածքները պատրաստ են, որ ուղղակի օդանավակայան չլինի Գյումրին։ Մտնեն գան Երևան, շարժվեն այլ ուղղություններով, այլ նաև Գյումրիում կանգ առնեն 1 օր, 2 օր։ Նպատակը դա է իրականում չվերթների
հաճախականությունը այնպես դնել, որպեսզի զբոսաշրջիկները գան, 1 օր կամ 2 օր մնան, հետո նոր թռնեն։ Ընկերության հետ, որը բազավորվեց Հայաստանում եւ չվերթներ է իրականացնում Գյումրիից, կա պայմանավորվածություն, եւս մեկ ուղղություն ավելացնել Գյումրիից, դրա մասին մենք իրենց հետ ամեն հանդիպմանը քննարկում ենք, խոսում ենք եւ ակնկալում ենք նորություններ այս մասով եւ նաեւ մյուս բոլոր ավիաընկերությունների հետ ներկայացնում ենք Շիրակ օդանավականի բենեֆիտները, այդ առավելությունները, որովհետեւ այնտեղ օդի հարկի եւ այլ հնարավոր է կառավարությունից ստանալ այլ ավելի լավ պայմաններ Գյումրիից թռնելու։ Ինչ վերաբերվում է հյուրանոցային ֆոնդին եւ ենթակառուցվածքներին, ինքս փորձել եմ միջոցառումների ընթացքում, որը կազմակերպվում է միջպետական մակարդակով, օրինակ համահայկական խաղերի բացումը, որը 5000-ից ավել մարդ եւ այլն միաժամանակ կարող է հյուրընկալել, այո, Գյումրին ունի այսօր այդ ենթակառուցվածքները 5 աստղանի հյուրանոցից սկսած հնարավոր է բոլոր սեգմենտների հյուրանոցներում ապրել եւ ես միշտ ուրախությամբ նշում եմ, որ Գյումրին պահպանել է իր կոլորիտը, շատ յուրահատուկ խոհանոց է եւ զբոսաշրջիկին հաստատ 2 օր Գյումրիում շատ հետաքրքիր ժամանակ հնարավոր անցկացնել Գյումրիում։ Եվ բացի այդ Գյումրին հանդիսանում է այն 7 կլաստերներից մեկը, որտեղ մենք շարունակելու ենք ներդրումներ իրականացնել եւ ուրախությամբ ուզում եմ ասել, որ վարկային համաձայնագիրը շատ շուտով ուժի մեջ կմտնի եւ մենք կսկսենք այդ գումարները ծախսել Համաշխարհային բանկի հետ, չէ՞։ Այո։ Ազգային ժողովը վավերացրեց համաձայնագիրը, հիմա գտնվում է Հայաստանի Հանրապետության նախագահի ստորագրման փուլում։ Որքան գումար պետք է տրամադրվի այդ ծրագիրը իրականացնելու համար։ $100 միլիոն չափ տրամադրում է Համաշխարհային բանկը, $20 միլիոն համավարկավորում, համաֆինանսավորում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ այս գումարները կներդրվեն 7 զբոսաշրջային կլաստերների ենթակառուցվածքների զարգացման վրա, որոնցից մեկը հանդիսանում է Գյումրին։ Մենք այնտեղ ակնկալում ենք եւ համայնքային այգին վերականգնել, վերանորոգել եւ համատեղ բիզնես, պետություն, շատ հետաքրքիր նախագծեր եւ առաջարկներ ունենք, որոնք եւ զբոսաշրջային եւ մարզի վրա տնտեսական ազդեցություն կունենան։ Լավ, գալով հունվարի ցուցանիշներին, հունվարը սովորաբար համարվում է շատ երկրներում, այդ թվում Հայաստանում, ցածր տուրիստական հոսքի շրջան։ Բայց այս տարի ունենք բավական հետաքրքիր պատկեր, անոմալ աճ, ես կասեի, 28-ից մոտավորապես 30% աճ, հունվարին 179,409 զբոսաշրջիկ է ժամանել հունվարին Հայաստան, հա, նախորդ տարվա 139,482-ի դիմաց։ Այս բaragայում ինչով կբացատրեք այս թռիչքը հունվարին երբեք չի եղել նման ցուցանիշ, գոնե իմ հիշողության մեջ, եւ ինչ կոնկրետ գործիքակազմով եք հասել դրան, թե սա ուղղակի ինչ որ անոմալ մի իրավիճակ է, կոնկրետ ինչ որ իրավիճակով է պայմանավորված, եւ արդյոք, եթե այդպես չէ, կարող ենք ասել, որ մենք սկսում ենք հաղթահարել տուրիզմի սեզոնայնությունը Հայաստանում։ Երկու մասի բաժանեմ հարցը, կարճաժամկետ ազդեցություն եւ երկարաժամկետ ազդեցություն։ Կարճաժամկետ ազդեցության համար պետք է շնորհակալություն ասենք Երևանի քաղաքապետարանին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որոնք ֆանտաստիկ նոր տարվա գիշերվա շոու էին կազմակերպել, այդ դրոններով ներկայացումը եւ երկիշների եւ հետո նաեւ DJ-ի ելույթը, որը շատ մեծ տարածում գտավ սոցցանցերում, այսպես ինչպես ասում են վիրուսային ազդեցություն ունեցավ, տարածվելով եւ այդ հունվար ամսվա ընթացքում շատ մարդիկ դրա արդյունքում այցելեցին Հայաստան։ Եվ երկրորդը երկարաժամկետ ազդեցություն ունեցող գործիքներն են, դա նախորդ ամբողջ տարին զբոսաշրջության կոմիտեի կատարած աշխատանքն է։ Մենք մասնակցեցինք 7 էքսպոյի եւ GCC երկրներում եւ եվրոպական երկրներում եւ 2 անգամ եղանք Մոսկվայում եւ էքսպոյին մասնակցեցինք եւ երկրի ներկայացում կամ ինչպես ասում են country presentation արեցինք, հրավիրելով 70 ռուսական տուր օպերատորների խոշորագույններին։ Սա այդ արդյունքներն է, կարծում եմ, որ
կամած մենք նկատում ենք ազդեցությունը այդ համագործակցությունների, որոնք մենք ունեցանք տարվա ընթացքում եւ նաեւ մենք գումարներ ենք հատկացնում ոչ շատ մեծ, բայց այնուամենայնիվ թիրախային երկրներում երկրի գովազդ միացնելու եւ թիրախային երկրների հայտնի հեռուստաընկերություններում եւ տպագիր ու թվային մամուլում հրատարակումներ անելու կամ նյութեր տեղավորելու։ Սա նույնպես կարծում եմ այդ փափուկ ուժի ազդեցությունն է, որը ունենում է գովազդը պոտենցիալ զբոսաշրջիկի վրա։ Հասկանալի է, ներդրվում է Հայաստանում տուրիստական գործունեությամբ զբաղվող ընկերությունների գրանցման համակարգ, ընդհանրապես դաշտը փորձում է կարգավորել, թվայնացնել գրանցման, տուգանային համակարգ եւ այլն, փոքր հյուրանտների եւ անհատ գիդերի մասով ինչպես է պատրաստվում իրենց եւս բերել այս դաշտ, որովհետեւ իրենց համար սա կարող է թվալ բյուրոկրատական քաշքշուկ, հավելյալ բեռ եւ այլն, եւ ընդհանրապես օրինակ ինչ խթանիչ միջոցներ է կիրառելու, որ մարդիկ իսկապես գրանցվեն, ընկերությունները իսկապես գրանցվեն, կարող է լինել այնպես, որ իրենք շարունակեն աշխատել այնպես, ինչպես հիմա են աշխատում եւ ոչ մի այսպես բյուրոկրատական քաշքշուկի մեջ չհայտնվեն։ Բյուրոկրատական քաշքշուկ կարծում եմ չի լինելու, որովհետեւ գործընթացն ամբողջովին թվայնացված է։ Չկա մեկ թուղթ անգամ բերելու անհրաժեշտություն։ Այդ գործընթացը անելը տնտեսվարողից կամ ֆիզիկական անձից խլելու է րոպեներ, որովհետև կայքում փորձել ենք ինչը հնարավոր է ինքնաշխատ լրացնելու տարբերակով աշխատելու ինքնաշխատ եղանակով։ Որ կայքում են լրացնելու։ Հիմա պատմեմ։ Notify.travel.am կամ ծանուցում զբոսաշրջություն կայքում լինելու է այն էլեկտրոնային գրանց համաձայնը, որտեղ զբոսաշրջության ոլորտի բոլոր սուբյեկտները պետք է հայտնվեն կամ օրենքի լեզվով ասած ծանուցեն իրենց գործունեության մասին։ Ինքը գործելու է հարկ վճարողի անհատական գրասենյակի սկզբունքով կամ ավելի պարզ լեզվով ասած սոցիալական ցանցի մուտքի սկզբունքով դուք ունենալու եք անհատական լոգին, անհատական պարոլ եւ ձեր տվյալները լրացնելով հայտնվելու եք ձեր էջում։ Սկզբնական փուլում լրացնելով իրավաբանական անձինք ՀՎՀ-ն, իսկ ֆիզիկական անձինք ՀՑՀ-ն ինքնաշխատ եղանակով ամբողջ տեղեկատվությունը կհայտնվի նրանց էկրաններին, որովհետև կայքը միաժամանակ աշխատում է եւ EKG-ի հետ, եւ ոստիկանության տվյալները, եւ ՊԵԿ-ի տվյալներն է կարդում։ Եթե անհրաժեշտություն լինի, օրինակ պայմանագրերի եւ այլն, ներբեռնելու հնարավորություն է լինելու, որտեղից PDF տարբերակով հնարավոր է ներբեռնել մի քանի պայմանագիր, եթե այդպիսի անհրաժեշտություն լինի, բայց մենք փորձել ենք հնարավորինս պարզեցնել, օրինակ ստեղծել հնարավորություն զբոսաշրջային սուբյեկտին անգամ տարածքի վարձակալության պայմանագիրը չներբեռնել, որովհետև խոշոր հաշվով դա մեր գործառույթը չի։ Թող պատկան մարմինները զբաղվեն, այո, համապատասխան ստուգումներով, մեզ համար կարևոր է լինելու թվային գործիքները, օրինակ տվյալ զբոսաշրջային սուբյեկտը ունի կայք թե չէ, արդյոք նրանց հրապարակած պայմանագրերը համապատասխանում են սահմանված ձևին, թե ոչ։ Կարծում ենք, որ այսօր 21-րդ դարում ընդհանրապես կարիք չկա գնալ ինչ-որ միտեղ որևէ գործարք կնքելու համար, հնարավոր է թվային գործիքներով վճարել, պայմանագիրը էլեկտրոնային ստորագրել եւ ստանալ իրենց ծառայությունների համար գումարը։ Այսպես ինքը, քանի որ չնայած կայքը պատրաստ է եւ աուդիտ է անցել թվայնացման գործակալության կողմից, ամիսներ շարունակ նրանք բոլոր խնդիրները կարգավորեցին, կգործարկվի հուլիսի 1-ից, օրենքի պահանջն է, եւ հուլիսի 1-ից մենք կսկսենք թվայնացնել զբոսաշրջությունը։ Մյուս հարցին, թե ինչի պետք է զբոսաշրջային սուբյեկտը ցանկություն ունենա այդտեղ հայտնվելու։ Առաջին հերթին ծանուցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքը ասում է, եթե գործունեության տեսակը ենթակա է ծանուցման ու տնտեսվարողը չի ծանուցում, նրա գործունեությունը համարվում է ապօրինի։
Այսինքն ինքը պետք է ծանուցի։ Երկրորդը զբոսաշրջության կոմիտեն տալիս է հավաստագիր, որ արդյոք դու համապատասխանում ես հյուրանոց լինելու չափանիշներին, ինչը բխում է զբոսաշրջության մասին օրենքից, արդյոք դու հյուրատուն ես, թե դու գիդ ես։ Սա էլեկտրոնային հավաստագիր է, որը ունենալու դեպքում դու համարվում ես, քո գործունեությունը համարվում է օրինական։ Եվ երրորդը մենք նաև, ինչպես արդեն ասեցիք, նախատեսում ենք ներդնել ռեյտինգավորում կամ որևէ չափանիշների համապատասխանեցման գործիքներ։ Եվ բազմաթիվ բողոքներ ենք ստանում, որ հյուրանոցը պատշաճ չի մատուցել ծառայությունը, հյուրանոցում կեղտոտ է, հյուրանոցի տերը խախտում է որևէ պայման եւ այլն, այս բոլոր բողոքների կամ արդեն պետության կողմից հաստատված վարչական ակտի հիման վրա հնարավոր է լինելու սահմանված բալերը իջեցնել, ինչը հնարավորություն կտա մեզ որպես պետություն եւ ձեզ որպես զբոսաշրջիկ հետևելու տվյալ կայքի ռեյտինգին, օրինակ, ինչպես մենք արտերկրում տեսնում ենք Booking-ում կամ այլ ամրագրման կայքերում կամ հայտնի ռեստորանների կայքերում ռեյտինգները, այդ աստղերը տվյալ ռեստորանի եւ տեղից հասկանում ենք, եթե ինքը 5 աստղ է, բոլորը միշտ 5 աստղ են դեմ, շարունակում են լավ տեղ է։ Եվ այս տրամաբանությունը նաեւ կօգնի մեզ հասկանալու տվյալ տնտեսվարողի բարեխիղճությունը։ Բայց օրինակ նույն բանը Booking-ն է իրականացնում։ Այո։ Մենք իմաստը ձեզ ինչի պետք է վստահեն Booking-ը մտնում մարդը տեսնում այդ ամեն ինչը մենք չենք անում զբոսաշրջիկի համար եք դա անում, թե ինչի համար եք դա անում։ Մենք անում ենք ռեյտինգավորումը առաջին հերթին մեզ համար, տնտեսվարողի բարեխիղճ լինելը հասկանալ չհասկանալ համար եւ արդեն երկրորդ դրա առավելությունը ուղղակի կարող է օգտվել զբոսաշրջիկը։ Լավ, տեսեք, դուք անցյալ տարի էլ հայտարարել շարունակում եք դրա մասին ասել, որ թիրախը ունենալ 3 միլիոն զբոսաշրջիկ, վճար ունակ եւ պատասխանատու, ինչպես դուք եք ասում, հա։ Եվ այդ առումով նաեւ հիմա որոշակի գործընթացներ կան, օրինակ Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ է բացվում նույն վիզերը։ Սովորաբար համարվում է, որ լոնդոնյան զբոսաշրջիկները հենց այդ լաքշերի եւ վճարունակ զբոսաշրջիկներն են։ Բայց Հայաստանի զբոսաշրջային պրոդուկտը որքանով է համապատասխանում ձեր դրած թիրախին, հա։ Չգիտեմ, էլեմենտար բաներ կա, մարզերում թե Երևանում անգլերենի իմացության խնդիր կա, նույն զբոսաշրջային այդ կլաստերներում կամ հյուրանոցներում, չգիտեմ, որակի հետ կապված հարցերը, մատուցված ծառայությունը, որքանով է բազան մեր ունեցած համապատասխանում այդ նպատակին։ Ամռանը աղջկաս հետ Իսպանիայում էինք եւ հավատացնում եմ ձեզ, բացի մեծ քաղաքներից, ինչպիսիք են Մադրիդը, Վալենսիան եւ այն շատ հայտնի զբոսաշրջային վայրերը, կողքի էլի շատ փոքր, էլի շատ գեղեցիկ քաղաքում ոչ մեկ չի խոսում անգլերեն եւ այնուամենայնիվ մարդիկ գնում են։ Հենց Իսպանիա դառնանք այդ հնարավորություններով կարող ենք մեզ նման բան թույլ տալ։ Այսօր նորից հետ կամ իմ հանդիպմանը լիտվացի գործընկերոջ հետ, ավելի ճիշտ դեսպանի հետ եւ գործընկերոջ հետ ասեց հետեւյալ միտքը, որ ինչը նաեւ Մաքս զբոսաշրջության վերջին տարիների վիճակագրությունն է փաստում, ասեց, որ համերկրացիները, համաքաղաքացիները հոգնել են այդ պոպուլյար զբոսաշրջային հայտնի ուղղություններից եւ մեծ հաճույքով կգան Հայաստան, ինչպես եւ ես եւ իմ ընտանիքն ենք գալիս Հայաստան։ Զբոսաշրջիկի վարքագիծը փոխվում է տարիների ընթացքում եւ իսկապես զբոսաշրջիկը հոգնել է մեծ քաղաքներից եւ փորձում է գտնել յուրահատուկ փորձառություններ եւ Հայաստանը հենց հիմա այդ ուղղություններից մեկն է դառնում, որտեղ հնարավոր է նոր փորձառություններ գտնել։ Ի ուրախություն մեզ, մեր հարևանը Վրաստանը շատ ավելի վաղուց է օգտվել այս գործիքից եւ կարելի ասել եվրոպացի զբոսաշրջիկի համար իրենք արդեն բացահայտված են եւ հիմա մեր հերթն է օգտվելու եւ այդ ուղղությունները նոր հետաքրքիր վայր դառնալու ուղղել Հայաստան։ Կարծում եմ կկարողանանք եւ վերջին արդեն ձեր եւ իմ կողմից բարձրաձայնած թվերը փաստում են դրա մասին, բայց
չենք դադարելու շարունակել աշխատել մասնավորապես մարզերի զբոսաշրջային սուբյեկտների հետ։ Անցած տարի մենք 10 մարզում եւ Երևանում իրականացրեցինք կրթական ծրագիր, հենց որը ուղղված էր հյուրանոցների ամրագրումներին, ինչպես ամրագրել, ինչպես վարել ամրագրման կայքը, ինչ նկարներ տեղադրել, ինչպես պատասխանել եւ այլն, այս տարի նույնպես շարունակելու ենք կրթական ծրագրերը, որովհետեւ այո, մեր նպատակը ոչ թե զբոսաշրջիկին մեկ անգամ բերելն է, այլ մենք ունենք մեր առաջ դրած երկու խնդիր։ Առաջինը գալ եւ մնալ ոչ թե 1 օր, 2 օր, այլ հնարավորինս երկար։ Մենք ռազմավարությամբ գրել ենք, որ ակնկալում ենք միջինում 7 օր, 5 տարի հետո, ոչ թե 3, այլ 5-7 օր ենք ակնկալում, որ զբոսաշրջիկը մնա, եւ երկրորդ ավելի կարեւոր թիրախը, որ զբոսաշրջիկը վերադառնա եւ բնականաբար իր հետ բերի իր ընտանիքը եւ ընկերներին։ Այստեղ մեծ աշխատանք ունենք անելու։ Հունվարի 9-ին ընդունելով առաջիկա 5 տարիների ռազմավարությունը, մինչև 30 թվականը ոչ միայն երկրի ճանաչելիության բարձրացման խնդիր ունենք մեր առաջ դրած, այլ հենց երկրի ներսում ծառայությունների եւ ենթակառուցվածքների որակի բարելավման խնդիր ունենք։ Այդ հունվարի 28-ից 29% աճը ակնկալում եք, որ նույն տեմպով կշարունակվի այս տարի, թե ակնկալիքները ավելի համեստ են մյուս ամիսներին։ Օրինակ փետրվարի ընթացիկ տվյալները, եթե ունեք, ինչ են ցույց տալիս։ Փետրվարի ընթացիկ տվյալներ չունենք, ուղղակի քանի որ ես հասցնում եմ անդադ լինել օդանավերի մեջ, ուրախությամբ ուղղակի ուզում եմ նշել, որ ոչ այնքան հայ զբոսաշրջիկների եմ տեսնում օդանավում, այլ հակառակը տեսնում եմ այլազգիների, որոնք գալիս են մեր երկիր կամ մեկնում են մեր երկրից։ Հունվարը իսկապես անակնկալ մատուցեց բոլորիս։ Սա ակնկալված չէր։ Չեմ կարող ստել եւ ասել, այ որ փետրվարին էլ ենք 40 կամ 30% աճ ակնկալում զբոսաշրջիկների, բայց չենք դադարում ակտիվ աշխատել։ Այդ արդեն ինչպես նշեցի, այդ բոլոր գործիքները օգտագործում ենք։ Վերջին հարցը, նախարարը վերջերս ասաց, որ կառավարությունը թիրախավորել է գոնե տարեկան 2 համաշխարհային աստղ հրավիրել Հայաստան համերգների եւ այդ իվենթային զբոսաշրջությունը զարգացնել նաեւ։ Այս հարցը բազմաթիվ անգամ է հնչում, Snoop Dogg-ի չկայացած, հետո J-Lo-ի կայացած, ուրեմն համերգից հետո, բայց որոշակի ժամանակ է անցել, ինձ թվում է որոշակի հաշվարկներ էլ կունենաք, որքանով է արդյունավետ պետական բյուջեից միլիոնավոր դոլարներ ծախսել 1-2 օրվա համար իվենթ կազմակերպելու առումով եւ դա արդյոք դա ապահովում է այդ գումարների վերադարձը թե ոչ եւ կա հաշվարկ օրինակ $1 ծախսի դիմաց քանի դոլար է վերադառնում տնտեսություն։ Զբոսաշրջության կոմիտեն ցավոք մեկ զբոսաշրջիկի վրա, մարքեթինգի վրա ծախսում է $9. Մեր տարածաշրջանում ամենակիչ գումարը մենք ենք ծախսում զբոսաշրջիկին Հայաստան ներգրավելու վրա։ Օրինակ Վրաստանում ինչքան է ծախսում։ Վրաստանի բյուջեն $16 միլիոն է, իմ բյուջեն $2 միլիոն է, որ պատկերացնեք։ Ադրբեջանում շատ ավելի շատ է բյուջեն։ Եվ մենք շատ ենք կարևորում, երբ մեր գործընկերները կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարությունը կամ այլ գերատեսչություններ նախաձեռնում են մեծ միջոցառումներ, կլինի դա համերգ, կլինի դա սպորտային ինչ-որ խոշոր միջազգային մրցաշար, կլինի դա գիտական ֆորում, թե օրինակ, ինչպես գիտեք, աշխարհարչակ դաշնակահար Լանգլանգն է գալիս Հայաստան, ինչը աննախադեպ միջոցառում է մեր երկրի համար։ Սա իր նշանակությամբ կարծում եմ կարելի է համեմատել Ջենիֆեր Լոպեսի հետ, որովհետև դասական երաժշտության աշխարհում ինքը երևի Մայքլ Ջեքսոնն է, չեմ վախենում այդ բառերից։ Այս տարի նույնպես նախատեսվում են մեծ համերգներ։ Մեկը հաստատ գիտեմ արդեն լինելու է Հանրապետության հրապարակում բացօթյա բոլորի համար։ Ով է լինելու համերգ տվողը։ Արդյոք առաջի սրա մասին բարձրաձայն ասել, թե ոչ չէ, թող տվյալ գերատեսչությունը ասի, կարծում եմ իրենց գործառույթն է, եւ մենք նույնպես նախատեսում ենք հիմա երկու ընկերության հետ արդեն բանակցում ենք, բայց քանի որ չենք հաստատել, որպեսզի դուք ինձ խոսքի վրա չբռնեք, չեմ հիշում, թե ես ինչ եմ ասել նախորդ տարվա այս առաջին ինտերվյուի ժամանակ, այո լինելու են
այո լինելու են եւ ուզում եմ նշել նաեւ 3 կարեւորագույն միջոցառում, որ պետքա անցնեն այս տարի։ Մայիսի վերջին տեղի ունենալու կոնկուրս Բրյուսել Մունդիալը, որը Հայաստան է բերելու 400 սոմելիեների, որոնք մարզահամերգային համալիրում փորձելու են 10,000 շիշ գինի։ Սա զբոսաշրջային առումով աննախադեպ է մեր երկրում այսքան մեծ գինու մրցույթ ունենալը, հաճախ կատակում են եւ ասում են, որ կոնկուրս Բրյուսել Մունդիալը դա գինու օլիմպիադան է աշխարհում, անցած տարի անցկացվել է Չինաստանում եւ անցած տարի մենք պատվով այդ դրոշակը վերցրեցինք Չինաստանից եւ մայիսին ակնկալում ենք այսքան մեծ թվով քանակի հյուրեր, travel բլոգերներ, food բլոգերներ, որոնք գալու են լուսաբանելու այս միջոցառումը։ Հաջորդիվ Երևանի գինու օրերի 10-ամյակն է, որը այս տարի շատ մեծ շուկով է նշվելու, ինչի ընթացքում նաև ոչ միայն Երևան Wine Days, այլ նաև Երևան Food Fest լինելու է գաստրոնոմիկ հրավառություն, մենք ակնկալում ենք Միշլենյան շեֆերի մրցույթ Երևանում, որը կանցնի հենց փառատոնի ընթացքում բացօթյա դրամաբանության մեջ։ Արդեն ամառը նշեցի, որ համերգներ ենք ակնկալում եւ տարեվերջին իհարկե COP17-ն է։ Մենք ակնկալում ենք միաժամանակ 16000 մարդ։ Այսինքն մեծ տնային աշխատանք ենք հիմա իրականացնում, որպեսզի կարողանանք ընդունենք այս մարդկանց եւ արդեն սրա ազդեցությունը այս բոլոր մարդկանցից հետո այդ հետքը, որ նրանք կտանեն իրենց հետ Հայաստանի մասին, այդ տպավորություն էմոցիաները, ես կարծում եմ 27-ի վրա է ավելի շատ մեծ ազդեցություն ունենալու։ Սա այն 3 խոշորագույն միջոցառումներ, որ պետք է լինեն, բայց ինչի մասին հուսով եմ մենք էլի առիթ կունենանք խոսելու, մի փոքր ավելուց, մի 2 ամսից երբ բոլոր միջոցառումները կհաստատվեն, ունենալու ենք նաև շատ կարևոր մշակութային եւ սպորտային միջոցառումներ նույնպես։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Civil and Business տաղավարում ես զրուցեցի Լուսինե Գևորգյանի հետ։ Առողջ եղեք։ Կհանդիպենք։